Նոյեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության հարաբկիրի բաժին ահազանգ ստացվեց։ Վարչությունից հայտնում էին, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, ում հայտարարության համաձայն Արեքսին բանկի բանկոմատից գողության փորձ է կատարվել։ Իրավապահներն անմիջապես գործի անցան։ Ոստիկանության հարաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ դարձավ, որ նոյեմբերի 7-ին ժամը 23-ից մինչև նոյեմբերի 8-ի ժամը 06:30 ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձինք կոտրել են Գրիբոյեդովի 25 հասցեում գործող Արեքսին բանկի բանկոմատը, սակայն բանկոմատից փող հանել այդպես էլ չէր հաջողվել։ Գործը գլուխ բերել չէին կարողացել, իսկ բանկոմատի տեսախցիկը հակառակի պես տեսագրել էր նրանց։ Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզեցին անհայտ քաղաքացիների ինքնությունը։ Գողության անհաջող փորձի հեղինակները երևանցիներ 1981 թվականին ծնված Արսեն Կարապետյանն ու 1986 թվականին ծնված Ռաֆայել Մելիքյանն էին։ Հայտարարությունի ժամեր անց Մամիկոնյաց փողոցում գտնվող իր բնակարանից Արսեն Կարապետյանը բերման ենթարկվեց։ Դեպքի հանգամանքները պարզվում են, իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ Ռաֆայել Մելիքյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ Նոյեմբերի 8-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները Բագրատաշենի Մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 1982 թվականին ծնված Մամուկա Մերկվիլաձեին, որն այս տարվա օգոստոսի 14-ից Ինտերպոլի Գերմանիայի Դաշնության Հանրապետության ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու համար։ Մամուկա Մերկվիլաձեն կալանավորված է։ Ոստիկանության Տավուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Բերդ քաղաքի բնակիչ 1994 թվականին ծնված Քրիստին Աշոտի Մեժլումյանը, որը սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Քրիստին Մեժլումյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Տավուշի կամ մոտակա բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 8-ից 11 ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 4 դեպքից 2-ը, խարդախության 18, յուրացման կամ վատնման եւ խուլիգանության մեկական դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ խուլիգանության մեկական դեպք։ Անցած 3 օրերի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ը ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 112 տրանսպորտային միջոց։ 35 վարորդ մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում, 73-ը առանց համապատասխան փաստաթղթերի։ Վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել 22 վարորդի նկատմամբ, որոնք երթևեկության ընթացքում ծխել են։ Նոյեմբերի 4-ից 10-ը ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի տարբեր բաժիններ են բերվել ընդհանուր թվով 38 անձ։ Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը, հասցեները։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ոստիկանությունը եւս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։